Այսօր ձերբակալվել են Հայրենիք և պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա բաց բաժնետիրական ընկերության հիմնական բաժնետեր ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, վերջիններս կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու և պահելու մեջ։ Ազատամարտիկների դաշինքի համակարգող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը մեծ զրույցում նշեց, ազատամարտիկները երբեք չեն կարող չարիք լինել իրենց պետության համար։ Դոկտեմբերի 27-ը մեր երկրում դասել է, որ մենք միջև չենք բուժվում, հա, երկին է տազատ ցնցումից երկրորդ։ Ասեք ես որ մեկը չեր է դրան, բայց եթե կետա դրան, անկախ իր արածից ամեն ինչից, իհարկե դատապարտել, եթե պետական տարածություն։ Բայց եթե պիտի նախ հիմնավորվի, բայց ես ազատամարտիկների հարցում անընդհատ ծրագրի որ ես ճանաչում։ Չի կարա, այդպես չեն կարա դրան բանան։ Այսօր պատերազմի շեմի գտնվող մեր երկրի պատերազմ շահատած մեր երկրում ազատամարտիկների հանդեպ դες կամայական վերաբերմունքներ կամ ստորացնող էսքեսի ցածրող ստորացնող քայլեր են։ Մարդկանց ամանեցել, ջարդել, կանոնավորել, անհիմն դատապարտել, այդպիսի քայլերով մենք ազատամարտիկները ստորացնելով ինչ ենք անում, աջակցենք Ադրբեջան, դա աջակցենք, թող այդ դոկումենտը տանես երկրի ենթակայության Ադրբեջանը բռնեն։ Բայց սա ինչ է նշանակում ազատամարտիկներին ստորացնել։ Գիշեր ցերեկ տելևիզորով հայրենասիրական ճառերից ենք խոսում։ Հետո բաղն է թալու զորվի, եթե դու այսօր կռիվ անցած հաշմանդամ տալու, այսօր պատերազմը հաղթած հերոս տանում զնդանում ես։ Ազատամարտիկների դաշինքի համակարգող խմբի մյուս անդամ Սմբատ Հակոբյանը վստահեց ձերբակալությունները պայմանավորված են քաղաքական գործոններով։ Ինքս որպես անհատականություն, անհատ մարդ, որպես հանրապետության քաղաքացի ճանաչելով Վլադիմիր Առաքելյանին, ես կարծում եմ աբսուրդ է։ Վլադիմիրը ինքը ոչ տերորիստ է, ոչ գիտեմ ինչ որ հանցախմբի անդամ է, չի եղել, չի կարա երբևէ բան ունի։ Որևէ մեկը չի կարա Վլադիմիր Առաքելյանի վրա ցեղ շփոթի ու պետանի կապի ինչ որ, չգիտեմ, իսլամական պետությունների կամ չգիտեմ ինչերի կամ այդ ինչ որ հայտարարում են աբսուրդ է։ Հետո ես ասեմ, որ բանը սա միտումը որ հերթով են որ Սախավելն առանձին կոտրում են, հա, հիմա այդ բանն այդ process-ն են գնացել, առանձին բաներ են, վախ են տարածում, հերթական վախի մտնոլորտ են տարածում, ցույց տալով որ տեսեք, ցանկացած մեկին կարան կալանավորեն։ Այն որ ցանկացած մեկին ծեծում էին փողոցում, դա նորմալ անցավ արդեն, խնդիր չի իրեն իրենց սցենարը գիտեն։ Հիմա կարանք ցանկացած մեկին նույն դեպքում կալանավորեն։ Ինչ կարաք ասեք որ այսօր հանրապետության կեսին կարան կալանավորեն, կապեն Նորքի բանդայի հետ։ Հայաստան նախաձեռնության անդամ Աշոտ Մանուչարյանը խոսելով ձերբակալությունների մասին նշեց, այսօր արտաքին ազդեցության ներքո խրախուսվում է Հայաստանում ստեղծված քաոսը։ Ըստ նրա, եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ ուզում են զենքով պայքարել երկրում ստեղծված իրավիճակի դեմ, ապա դրա մեղավորը իշխանությունն է։ Ես կոնսուլտացիաներ եմ սկսելու այսօրվանից բոլոր այն անձանց հետ, ովքեր պատերազմի տարիներին ապահովել են երկրի անվտանգությունը, երկրի պաշտպանությունը Ղարաբաղում, Հայաստանում եւ Սփյուռքում։ Մենք ձևավորելու ենք երկրի անվտանգության եւ պաշտպանության համակարգեր, ոչ միայն Հայաստանի, ազգային համակարգեր, հայության, որովհետեւ այսօր թիրախավորվել կարող է ցանկացած կետը։ Այն իրավիճակում, երբ որ երկրի պետական համակարգը պարալիզացված է, ապա մենք պետք է կարողանանք ձեզ հետ իրականացնել գործողություններ, որոնք մի կողմից կապավեն անհրաժեշտ ճնշումը այդ համակարգի վրա, որ նա չկարողանա կատարել արտաքին պատվերներ, իսկ այդ ճնշման արկայության դեպք բոլոր հայրենասիր մարդիկ ի վիճակի կլինեն նաև ծառայեն իրենց երկրին, այդ նույն պետական կառավարման համակարգում։ Ուրեմն սա երևի թե բոլորի խնդիրն է։ Ես աշխատելու եմ բոլորի հետ, ովքեր այդ բանը իրականացնեն եւ այսօր ովքեր կարող են այդ բանը անել, որովհետեւ այլ ճանապարհ մենք ուղղակի չունենք։ Օրեր առաջ ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ազատամարտիկներից եւ ոչ ոք չի կարող առնչություն ունենալ զինված խմբի հետ։ Քանի որ նույն Խաչիկ Ավետիսյանը, նույն Էդուարդ Ներսեսյանը, ասենք ապարը, հա, ուրեմն իրանք բավականին մի քիչ ավելի ակտիվ են քաղաքական դաշտի հետ կապված։ Ինձ ոչ թե ինձ թվում է, ես 100%-ով ասում եմ, որ սա քաղաքական հաշվի հարդար են տեսնում
մեր ազատամարտիկ տղաների նկատմամբ։ Դա ես պաշտոնապես հայտարարում եմ, իրանք ոնց են թողնից էլ հասկանան։ Ազատամարտիկների դաշինքը վաղը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ կապված վերջին ձերբակալությունների հետ։